Բարի երեկո։ Ողջույն։ Բայց մի հատ պատմին չենք անում, էլի։ Որոշել ենք ոդքասթ նկարել։ Կարծում եմ լավ էր, որ համատեղ քննարկումների արդյունքում եկանք նաև այս ձևաչափով մեր հաղորդակցությունը կազմակերպելուն։ Մոտ այնց ամբողջ օրը ռելիզներ ենք տալի, ինչ որ նյութեր եւ այլն, ինչի հենց ոդքասթ։ Գիտես, կարծում եմ մեր հաղորդակցության մեջ արդեն իսկ ունենք մեր համար ավանդական դարձած գործիքներ, մամլոհաղորդագրությունները, հարցազրույցները, այցերի մասին ռեպորտաժները, որոնք որ եթերում են լինում տարբեր ժամերի, տարբեր անգամներու քանակով, շարունակաբար պիտի ադապտացվենք տեղեկատվական միջավայրին, ինչը նշանակում է նաև փորձել առավել մատչելի կերպով ավելի հասանելի լինել հասարակության շատ ավելի լայն շրջանակների ու կարծում եմ, որ ոդքասթը ժամանակակից միտումներին էլ համահունչ կարա ծառայի այդ նպատակին, մանավանդ որ գուցե կարող է ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել երիտասարդների շրջանում կարող ենք թեմատիկ ուղղություններով նկարահանումներ անել, խոսել ավելի անմիջական, կարողանալով բացել ավելի լայն շերտեր ու դրա իհարկե կհետևենք նաև արձագանքներին ապահովելու շարունակականությունն ու ներգրավելու գուցե այլ թեմաներ։ Համոզեցի։ Արի։ Սկսենք։ Ինչ ենք անում, ինչից ենք խոսում։ Մեր առաջին ոդքասթը խոսենք Հայաստան ԵՄ գործընկերությունից, շատ ակտիվ էր հատկապես մայիսը, մեր ունկնդիրներն վստահաբար գիտեն դրա մասին։ Մի քանի միջոցառումներ ունեցանք, դրա մասին բոլորը գիտեն, բայց թե ինչ հետևեց, արդյոք զուտ փաստաթղթեր ստորագրվեցին, թե ինչ որ լուրջ բաներ տեղի ունեցան, գուցե արժի մի փոքր ավել խոսենք, օրինակ ունեցանք Հայաստան ԵՄ սամիթը, գագաթաժողովը, որը որ առաջինն էր պատմության մեջ Հայաստան ԵՄ գործընկերության, բայց արդյոք առաջինն էր ստորագրված փաստաթղթերի ու հետագա ընթացքի մասով, գուցե դրանից խոսենք մի քիչ։ Դեմ չեմ, լավ թեմա է։ Ինձ թվում է կարելի է խոսել մի քիչ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս էլի հիմա որ տենց ինտերվյու անելուց ունենք հարցներ պետք է ասեի Հայաստան Եվրամիություն հարաբերությունները երբեք այդքան մոտիկ չեն եղել ինչքան այսօր բայց հաճախ չենք բացում էլի ինչա նշանակում եւ ինչ ունենք այս պահին որ օրինակ նախկինում չենք ունեցել ու բայց ամեն դեպքում իրական만 նախադեպային զարգացումը հարաբերությունների որ այս փուլում ունենք վերջին 1-2 տարիների ընթացքում առնվազն մենք նոր ոլորտներ ենք բացահայտել այս համագործակցության մեջ որը ըստ իս երկու տարբեր շերտ ունի առաջինը հենց Եվրամիության կոնտեքստը երկրորդը որ մենք էլ ենք մեր համար հորիզոնները ավելի լայնացրել եւ մի քիչ ավելի լայն ենք նայում ավելի շատ ոլորտներ ենք փորձում նայել չգիտեմ սկսած արհեստական բանականությունից որտեղ նույն Միացյալ Նահանգների հետ օրինակ համագործակցությունը հայտնի է էլի վերջին մի տարում ահագին խոսվել է դրա մասին բայց հենց Եվրամիության հետ էլ որ աշխատանքներ են տարվում այդ մի քիչ այդքան չի խոսվել կամ նույն հանքանյութերի հետ կապված քրիտիկական Միացյալ Նահանգների հետ նույն գործընկերություն եթե զուգահեռներ տանեմ էլի շատ խոսվեց Ռուբիոյի այցից հետո բայց Եվրամիության հետ էլ կան գործընթացներ այս ուղղությամբ Հա այսինքն Եվրամիությունն ըստ էության միաժամանակ շատ տեսանելի է Եվրամիության հետ շարժը բայց միաժամանակ էլ շերտերը այնքան շատ են բովանդակությունն այնքան շատ է որ միշտ չի որ կարողանում ենք այդ ամեն ինչի մասին տեղեկացնելու նաև գուցե խոսել դրանց առավելությունների մասին ինչա բերում դա Հայաստանին կոնկրետ գետնի վրա կամ կոնկրետ ոլորտներում կամ կոնկրետ մի ձեռքբերման միջոցով որովհետև այս համագործակցությունը զուտ քաղաքական չի եւ արդեն ոլորտային տեխնիկական լուրջ աշխատանքներ կան որ իրականացում են դրա մասին է նաև օրինակ այն վարչությունը որ մենք ԱԳՆ-ում ստեղծեցինք ինձ թվում է որոշակիորեն արտահայտում է այն աշխատանքի ծավալը որ ունենք եւ բովանդակությունը նաեւ որովհետեւ նույն ԵՄ վարչություն երկու բաժին ունենք մեկը Հայաստան Եվրամիություն քաղաքական համագործակցությունը երկրորդը ոլորտային համագործակցություն որտեղ մենք ԱԳՆ-ում փորձում ենք իդենտիֆիկացնել թե ինչ նոր հնարավորություններ կան ու քաղաքական ուղեկցում ապահովել այդ գործընթացների համար մեր գործընկեր նախարարություններում իհարկե այստեղ ամեն ինչ չի որ հարթագնում ու մենք կարողություններ լուրջ զարգացնելու կարիք ունենք թե մեր ներսում թե այլ գերատեսչություններում բայց այս աշխատանքը պետք է արվի ու հատկապես մենք քաղաքական հանձնառության տրամաբանության մեջ որ խոսվում է Հայաստանը Եվրամիության ստանդարտներին մոտեցնելու համար ռեֆորմներին մոտեցնելու համար մենք նաև լուրջ
մարդկային ռեսուրսի կամ մեր ունեցած կարողությունները վերապրոֆիլավորելու կարիք ունենք, ստեղ էլի դեպ Եվրամիությունը ահագին օգնում է, մենք ունենք այդ հանրային բարեփոխումների ռեֆորմը, որտեղ հիմնական գործընկերը Հայաստանի կառավարության հենց Եվրամիությունն է։ Բայց նաև այստեղ կարելի ասել, որ նույն ճանապարհով անցել են նաև անդամ շատ երկրներ, այսինքն կան երկրներ, որոնք հիմա Եվրոպական միության անդամ են, բայց ժամանակին թե ինստիտուցիոնալ, թե ոլորտային բարեփոխումների տեսանկյունից բավական երկար ճանապարհ են անցել։ Ու կարծես թե այդ երկրների մոտ էլ կա մեծ պատրաստակամություն Հայաստանի կողքին լինելու աջակցելու, դա տեսել ենք տարբեր առիթներով, բայց մի ձևակերպման եմ նաև ուզում վերադառնալ, շատ հաճախ հիմա հնչում է նաև, որ Եվրոպական միության հետ մենք անում ենք գործընթացներ, անում ենք կոնկրետ քայլեր, որոնք դժվար էր պատկերացնել մի քանի տարի առաջ, այստեղ անկեղծորեն կարող եմ հիշել նաև իմ փորձը, երբ աշխատում էի Բրյուսելում 3 տարի առաջ, իրոք, երբ որ խոսում ենք եվրոպական գործընկերների հետ, կար թեմաներ, որոնք քննարկում էինք ու դժվար էր պատկերացնել, որ մի տարի, 2 տարի կամ 3 տարի հետո այդ թեման ոչ միայն կլիներ քննարկման մակարդակի վրա, այլ գետնի վրա իրականացված կլիներ, օրինակ դրանցից առաջիններ երևի Եվրոպական միության առաքելության տեղակայումը Հայաստանում, հիմա էլ արդեն գիտենք երկրորդ առաքելության տեղակայման մասին, այսինքն սրանք զուտ քննարկումներ չեն, արդեն իրենց գոյությունն ու իրենց արդյունավետությունը արդարացրած գործընթացներ են ու կարծում ենք ոնց տեսնում ենք նաև դա շարունակվում է։ Սրա մասին պետք է խոսել։ Փորձը բնականաբար մեր տարբեր գործընկերների փորձը ահագին կարևոր է եւ հենց այդ փորձի փոխանակման ուղղությամբ էլ քննարկումներ կան մեր գլխավոր քարտուղարը միշտ որ գնում է տարբեր ԵՄ անդամ պետությունների ԱԳՆ-ների եւ գոլեգաների հետ հանդիպման հենց շեշտ օրինակ հիմնականում հենց դրա վրա է վերցնել այդ կարողությունները եւ փորձը ու բերել տեղայնացնել Հայաստան։ Իհարկե ոչինչ հնարավոր չի copy paste անել, որտեղ տեղայնացումը շատ կարևոր է, այլապես չի աշխատելու։ Նույնն էլ մեր բարագայում հենց նույն Եվրամիության վարչության հետ կապված եւ ոչ միայն էլ ընդհանուր հանրային կառավարման ոլորտում ուստեղ ագին գործ ունենք անելու իրականում իսկ ինչ վերաբերվում է նրան որ այսօր ունենք համագործակցության ոլորտներ որտեղ 2-3 տարի առաջ չենք եղել եւ չենք էլ մտածել լինել ինձ թվում է նաեւ դրամաբանական է եւ ժամանակներն են դա թելադրում որովհետեւ այսօր ոչ մի բան չի աշխատում ոնց որ աշխատել է 3, 4, 5, 10, հատկապես 10 տարի առաջ ու այստեղ հարց միայն Հայաստանը չի, այլ ընդհանուր են աշխարհաքաղաքական գործընթացները կամ տեմպը նաև այդ գործընթացների, որ մենք տեսնում ենք էլի հիմա։ Ու իսկ Հայաստան Եվրամիության կոնտեքստում ինձ թվում է կարելի ասել, որ այն քաղաքական շփումները եւ մակարդակը, որ հնարավոր է եղել հասնել վերջին տարիների ընթացքում, օգնել է հաղթահարել բրյուսելյան բյուրոկրատ, որովհետեւ այնտեղ աշխատել ես ինձնից լավ գիտես վստահաբար, այսինքն այդ գրված կանոններից ահագին շեղվում ենք էլի մենք հիմա ու պրոյեկտներ կան, չգիտեմ, սկսած առանձին դասընթացներից, մեր տարբեր ոլորտային, մինչև առանձին գործիքներ, որոնք Հայաստանի համար կիրառվում են, նույն չգիտեմ, Resilience and Growth Plan-ը, ահագին տեխնացու երկրներ չունեն, բայց Հայաստանը ունի։ Հայաստան ԱՄՆ Եվրամիություն սամիթից հետո որ հաստատվեց ու այլ գործիքներ, որոնք էլի ի սկզբանե նախատեսված են միայն տեխնացուների համար, բայց Հայաստանը դրանցից օգտվում է։ Հիմա նույն տնտեսական խնդիրների բերումով ստեղծված իրավիճակում, երբ որ քննարկում ենք Եվրամիության հետ, թե ինչ աջակցության ծրագրեր պետք է լինեն, էլի խոսվում են գործիքների մասին, որոնք ավանդաբար երբեք ոչ տեխնացու երկրների համար չեն կիրառվել։ Բայց բյուրոկրատիան հաղթահարելու իմաստով կարծում եմ մի շերտել կա, որ անդամ երկրների հետ երկկողմ հարաբերություններն են, այսինքն Բրյուսելի եւ Եվրոպական միության ընկալումը միայն կառույցը չի, այլ են երկկողմ հարաբերություններն են, որ տարիների ընթացքում արդեն զարգացել են, ինձ թվում է պատահական չի, որ անցած տարվանից սկսած այդքան ռազմավարական գործընկերություններ կնքվեց հենց Եվրոպական միության անդամ երկրների ու Եվրոպական բլոկի հետ
թե երկում, թե ի վերջո տարին էլ ավարտվեց ռազմավարական օրակարգի հաստատումով, որը որ իր ամանջ ունի բովանդակային տարեր, որոնք որ չկային միջև այդ ունեինք այո համապարփակ եւ խորհրդգործընկերության մասին համաձայնագիրը, բայց այս ռազմավարական օրակարգը դրանից անդին է եւ դրան մեծապես նպաստել է անդամ երկրների Հայաստանի նկատմամբ թե վստահության, թե գործընկերության, թե ընկալումների տարբերությունների փոփոխությունը, հա, նույն վիզաների ազատականացման գործընթացը բազմիցս խոսել ենք դրա մասին քաղաքական շերտ ունի, բարեփոխումների շերտ ունի, բայց որոշումը ի վերջո սկսել երկխոսությունը հենց քաղաքական հիմքի վրա չէ ստացվեց այսինքն բարեփոխումները ընթացքը կար, բայց ինչ որ մի պահ եկավ այն պահը, երբ որ կայացվեց քաղաքական որոշումը ու կարծես թե գործընթացային ինչ որ Հայաստանին էր վերաբերվում բավական լավ է ընթանում, գիտեք, բոլորն էլ գիտեն արդեն որ ունենք առաջին առանց վիզա գնանք Եվրոպա Տեսնենք, մեր քաղաքացիների կողմից ամենաշատ տրվող հարցն է, ըստ էության, եթե բարեփոխումները այդ թվում նաև մեր տնային աշխատանքը լավ իրականացնենք, չի բացառվում, որ 2 կամ 3 տարվա ընթացքում կկարողանանք գնալ, գուցե կգա մի ամառ, երբ որ էլ անհրաժեշտ չի լինի վիզայի համար դիմել։ Դա մեծապես նաև կախված է Հայաստանից, ոչ միայն քաղաքական գործընթացներից, այնպես որ հուսանք դա երկար չի տևի։ Ձեր կանխատեսումը ինչպիսին է։ Ինձ էլ աթվում որ 2-3 տարում բավական իրատեսական է այս գործընթացը ավարտին հասցնելը, հատկապես որ հետևում ենք թե այս նոյեմբերից նախորդ տարվա մինչև մայիս ընթացքում ինչ արագությամբ ընթացան process-ները, որտեղ մենք գործողությունների ծրագիրը անցած տարի նոյեմբերին ենք ստացել եւ առաջընթացի զեկույցը progress report ասվածը մայիսին արդեն հրապարակվել էր, որը շատ արագ տեմպի մասին է խոսում։ Այստեղ երևի պետք է ասել, թե օրինակ ինչ հիմնական կոմպոնենտներ կան բարեփոխումների, որ մենք պետք է իրականացնենք, մի քանի շատ կարևոր կլաստերներ կան, մարդու իրավունքների հետ կապված, երկրորդը, որը էլի շատ կարևոր է մեր համար եւ երբ որ ասում ենք, որ գնում ենք Եվրամիության հետ զարգացնում ենք հարաբերությունները եւ դա մեր ներքին ռեֆորմների օրակարգը առաջատամ, սա օրինակ դրա շատ լավ օրինակ է, որ վիզաների ազատականացման գործընթացի պայմաններից մեկը այն է, որ մենք պետք է իրականացնենք այդ համապարփակ սահմանային ռեֆորմը, integrated border management ասվածը, եւ VLD-ն էլ իր հերթին լավ տրիգեր է դարձել, որպեսզի ավելի արագ մենք այս գործընթացը իրականացնենք, գործընկեր գերատեսչությունները արդեն ավարտում են ռազմավարական փաստաթուղթը ու արդեն պետք է իմպլեմենտացիոն փուլ մտնենք այս առումով։ Այնտեղ նաև այլ կարևոր կտորներ կան, որ առաջին հայացքից օրինակ կարող է հարց առաջանա ինչքանով կապ ունեն վիզաների լիբերալիզացիայի հետ, նույն առողջապահության համապարփակ ապահովագրությունը, որը ոչ ուղղակի, բայց անուղղակիորեն բավականին մեծ կապ ունի։ Ինչի, որովհետև տարիներ շարունակ առանձին ԵՄԱ անդամ պետություններ, ինչի մասին խոսում էինք, անհանգստություն ունեին, որ վիզաների ազատականացման արդյունքում Հայաստանի քաղաքացիների թիվը, ովքեր գնալու են եվրոպական տարբեր երկրներ եւ փորձեն այնտեղ բուժում ստանալ կամ ապաստանի դիմել, որտեղ օրինակ այդ բուժումը անվճար է տարբեր հիվանդությունների։ Հիմա տեսնում եմ, որ Հայաստանի կառավարությունը հասցեագրում է այդ խնդիրը, աշխատում է թե առողջապահական ծառայությունների որակի վրա եւ դրա հասանելիության վրա, ու սա շատ կարեւոր ազդակ էր մի քանի երկրների մտահոգությունները օրինակ հասցեագրելու համար։ Վերջին կտորն էլ ասեմ ինչ կարևոր է, դա կոռուպցիայի դեմ պայքարն է, որը էլի առաջին հայացքից օրինակ ինչքանով կապ ունի վիզաների ազատականացման հետ, բայց շատ ուղիղ է այդ կապը, ես կարծում եմ, դա հենց արդարության, good governance-ի գործիքներն են, որ հաճախ մարդկանց դրդում են, որ լքեն իրանց երկրները եւ կոպիտ ասած չարաշահային վիզաների ազատականացման մեխանիզմը ու այս բոլոր ուղղություններով տարվել են աշխատանքները անկախ նաեւ վիզաների ազատականացման գործընթացից, բայց հիմա լավ առիթ է եւ խթան է, որ ավելի արագացնենք այս process-ները, իսկ այդ progress report-ներն էլ ցույց են տալիս, թե ներքին
կողքի աչքով գնահատելու թե ինչ արագությամբ են այս ռեֆորմները առաջ ընթանում։ Եթե པարզ բարերով փորձենք նույնը նաև նկարագրել ու կարճ։ Պարզ չէ, լավ։ Դե մարդիկ այդպես երբեմն մեր երկար ձևակերպումները համարում են շատ դիվանագիտական, հետո հարցնում են լավ, այդքան ասացիք շատ լավ, երբ կլինի կոնկրետ առաջընթացը։ Պարզ Հայաստանում բարեփոխումը երաշխիք է Եվրոպական միության երկրների համար, որ Հայաստանի քաղաքացին շահագրգռված է մնալ Հայաստանի Հանրապետությունում իր երկարատև ծրագրերում, բայց երբ որ ցանկություն ունի կարճատև ճամփորդելու կամ ուսման նպատակով կամ այլ նպատակով, որը որ չի ենթադրում երկար մնալ Եվրոպական միության, դա երաշխիք է, որպեսզի այդ ճամփորդությունը լինի ավելի ազատ ու կամ լրիվ ազատականացված։ Ես հիշում եմ, որ Եվրոպական միության այդ բանակցությունները կային, մեզ հիմա երևի չասեմ ամեն դեպքում դիվանագիտական էթիկայից ելնելով երկրների անունները, բայց Եվրոպական միությունը մեզ անդադ գիտեն թե ում մասին է խոսքը։ Երկրների օրինակ էին բերում, որ ազատականացումից հետո չարաշահումները շատ էին, այդ երկրների քաղաքացիները ճամփորդելու նպատակից զատ արդյունքում հանգեցնում էին, այդքան էլ չէ, հանգեցնում էր մեծ հոսքի, ինչը խնդիր էր հատկապես այն երկրների համար, ովքեր զգայուն են միգրացիայի նկատմամբ, այդ թվում նաև ներքաղաքական տարբեր նկատառումներով ու անընդհատ բերվում էր այդ երկրների օրինակը։ Ես վստահ եմ, որ Հայաստանը չի ուզում լինել վատ օրինակ, Հայաստանը վստահաբար ուզում է լինել լավ օրինակ, որը բարեփոխումների միջոցով կհասնի այդ գործընթացին հնարավորինս սեղմ ժամկետում ու կպահի այդ կարգավիճակը, հա, ասենք այսպես ունենալով ազատականություն։ Այդ ռազմավարականների թեմային հետ գնանք, էլի։ Գնանք։ Օրինակ ոնց դաշտում որ հետևում ես փորձագիտական ագին, օրինակ կարծիքներ կան, ասում են, լավ, արդյոք պետքա այդ քանակությամբ ռազմավարական գործընկերության փաստաթղթեր ստորագրել տարբեր երկրների հետ եւ ինչի է դա արվում, այդ հարցը վելիդ հարցը որ կարող է գոյություն ունենա։ Դե վելիդ է, որովհետև դա մեր պրակտիկային այդքան էլ բնորոշ երևույթ չի եղել նախ դիվերսիֆիկացիան, գործընկերությունների, երկրորդն էլ այդ տեսակ բովանդակությունն ու երբեմն նաև ծավալը, երբեմն էլ աշխարհագրական լայնությունը այդ կնքվող գործընկերությունների։ Չէ, բայց մի քիչ բացենք էլի, օրինակ իմ համար երկու շերտ կա սրա, նախ առանձին երկրների հետ բնականաբար հարաբերությունների զարգացումը, եթե նայում ենք այդ փաստաթղթերը, որոնք այս վերջին 2 տարիների ընթացքում կնքվել են, կոպիտ ասած Նիդերլանդներից այդ փաստաթղթից մինչև Ֆրանսիա, այնտեղ տարբեր նյուանսներ կան այս թղթերի մեջ եւ առանձին շեշտադրվում ուղղությունների վրա կոնկրետ, որոնք մեզ հետաքրքիր են եւ երկկողմ հետաքրքրություն են առաջացնում այդ պետությունների ու Հայաստանի համար աշխատելու։ Չգիտեմ, Նիդերլանդների պարագայում դա կարող լինի ջրային ռեսուրսների կառավարումը, Ֆրանսիայի դեպքում մի շարք կարելի է նշել, որտեղ շատ ընդգրկում փաստաթուղթեր կամ ասենք Բուլղարիայի հետ փաստաթղթում հատուկ շեշտադրվում օրինակ միջուկային անվտանգությանը կամ այդ միջուկային ոլորտում համագործակցություն, որտեղ Բուլղարիան էլ ունի հետաքրքիր փորձ այս ուղղությամբ կամ ենթակառուցվածքներին ու հաղորդակցություններին, որտեղ բուլղարական պորտերը, նավահանգիստները շատ կարևոր են, եթե խոսում ենք միջին միջանցքի մասին, որտեղ համագործակցության կոնկրետ մեծ պոտենցիալ կա։ Եվ երկրորդ շերտը դա Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն է։ Ինչի, որովհետև ճիշտ նշեցիր, որ այդ որոշումները ոչ միայն վիզաների ազատականացման որոշումը, այլ Հայաստանի վերաբերվող բոլոր որոշումները ըստ էության ԵՄ27-ի կոնսենսուս պահանջող որոշումներ են։ Սկսած նույն խաղաղության գործիքից, CPF-ից, վիզաների լիբերալիզացիան, տնտեսական ցանկացած միջոցներ, որոնք շուտով հույս ունեն, որ կկիրառվեն, այստեղ եւ կարեւոր է, որ մեր երկկողմ հարաբերությունները ամրացնեն նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, նաեւ հաշվի առնելով նույն օրենքը, որ ընդունվել է մեր խորհրդարանի կողմից Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու մասին, ապագայում, երբ որ մենք ռեֆորմներ իրականացրած կլինենք ու կհասկանանք, որ հասել է պահը եւ կլինի
քաղաքացիների աջակցություն այդ գործընթացին Եվրամիության անդամակցության դիմելու տեսականորեն։ Մեզ համար այդ ԵՄ27-ի ձայները շատ կարևոր են լինելու յուրաքանչյուրի եւ մենք այս ընթացքում պետքա մեր երկկողմ հարաբերությունների ամրությունը օգտագործենք եւ ներդրում անենք վաղվա այն որոշումների հետ կապված, որը Եվրամիության խորհրդում Հայաստանի հետ կապված կայացվում են եւ շարունակելու են կայացվել։ Հետո նաեւ ԵՄ-ի ռազմավարական օրակարգի փաստաթուղթն էլ բավականին հետաքրքիր փաստաթուղթ է ու ստեղ օրինակ էլի այդպես էքսպերտային մակարդակով ինչ որ պահի առնվազն մինչև փաստաթուղթը կամ սամիթը, որ ունեցանք այս տարի, հնչում էին հարցեր, թե օքեյ, օրենքը ընդունվեց, ինչ է անում Հայաստանի Հանրապետությունը այդ ուղղությամբ։ Բայց եթե նայում ենք ռազմավարական օրակարգի փաստաթուղթը, ինքը հստակ ճանապարհային քարտեզ է, որ գալիս է լրացնելու ՍԵՊԱ-ին, ոլորտային եւ աստիճանական ինտեգրման, որը կարծում եմ շատ կարևոր ուղղություն է եւ ճիշտ ուղղություն է ռեֆորմներ առաջ տանելու եւ Եվրամիությանը մոտենալու։ Դա սկսած նույն connectivity հաղորդակցությունների աջենդայի օրակարգից նույն էներգետիկ ոլորտում, տելեկոմի ոլորտում, ինչեւ ոչ հետագայում կարող ենք այս ոլորտային ինտեգրացիայի մոդելները դիտարկել ու այս ուղղությամբ շատ կարևոր փաստաթղթեր էին թե ռազմավարական օրակարգը, որ 25 դեկտեմբերին կնքվեց, եւ թե Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի դեկլարացիան։ Անդամ երկրների մասին որ խոսեցինք, այստեղ կարող ենք նաև երևի կարևորել անդամ երկրների Հայաստանում ներգրավվածության ավելացնելու ցանկությունը, առնվազն վերջերս տեսանք Էստոնիայի դեսպանության բացումը, ու սա կարծես թե երկում Բելգիան մինչև այդ Բելգիան, այո, ընդ որում Բելգիան շատ երկար, ես հիշում եմ էլի Բելգիայում քննարկումների ժամանակ ինչ միշտ որ հարցը բարձրացնում էինք, որ Բելգիան ունենա Հայաստանում դեսպանություն, միշտ ասում էին Բելգիան փոքր երկիր է, ինչը մենք նաև ինքներս լավ հասկանում ենք ու շատ տեղերում փակում էին դեսպանությունները, բայց օրինակ տեսանք գործընթաց, որ փակելու փոխարեն Հայաստանում բացվեց դեսպանություն, նույնը այդ գործընթացը մեր կողմից եւս, գուցե ասեմ փոխադարձվում է կամ մենք ենք ավելի շատ երբեմն լինում նախաձեռնողական ու այո, դեսպանությունների մեր փաստացի գործել արդեն իսկ Կիպրոսում, Հունգարիայում կա իհարկե միտքը նաև Էստոնիայում ինչ որ չափով արդրանք նոր գործող նոր ստեղծվող դեսպանությունների մասին է, բայց գործողների մասով էլ ինչու՞ չէ նաև մեր ներկայության ավելացումը Բրյուսելում, որը որ տեսանք արդեն իսկ առիթ ունեցել ենք ցույց տալու դեսպանություն։ Չէ, բայց դա պետք է նաև ասել, որ խոսքը միայն շենքը չի։ Դա քաղաքական գործընթացի մասին է, այո, այդ ես հենց այդ նկատի ունեմ։ Մեր նույն դիվանագետների թվի մեծացման ինչի ենթադրում է ռեսուրս, որովհետև ինչ որ պահի անհնար էր եղած դիվանագետների քանակով սպասարկել ենք այն օրակարգը, որ մենք արդեն իսկ ձևավորել էինք ու ինչ-որ բանից հուշում եմ, որ այս թիվը գնալով մեծանալու է։ Հələ չեմ խոսում նրա մասին, որ ինչքան դեպի ոլորտային համագործակցությունը խորացավ, այնքան ավելի շատ պետքա նաև ճյուղային գերատեսչությունների ներկայացուցիչներ լինեն Բրյուսելում կամ այլ կենտրոններում ԵՄ այս կամ այն կառույցի աշխատելու։ Եվրոպոլը դրա օրինակն է, որ ՀԱԳ-ը ներքին գործերի նախարարությունը կապի սպա։ Բայց իհարկե մենք էլ ենք ունենալու նոր ռեսուրսների կարիք, մարդկային ռեսուրսի նոր մասնագետների կարիք, հուսանք գուցե առաջիկա դիվանագիտական դպրոցի ընդունելությանը կունենանք նոր երիտասարդների դիմումներ, ովքեր կգան համալրելու մեր արկերը, ոչ միայն երիտասարդների, նաև փորձ ունեցող, ովքեր այս ոլորտներում ունեն արդեն իսկ աշխատանքի փորձ ու կարող են օգնել մեզ սպասարկելու։ Այո, էնտուզիազմը, ցանկությունն ու նվիրվածությունը, այո, առաջնային նպատակներն են իհարկե։ Չէ, բայց այդ հետ գնալով դեսպանություններին եւ որ ասում էր փոքր ռեսուրսներ ուներ, օրինակ Բելգիան դա որպես արգումենտ էր բերում, նույնը մեր պարագայում է, այսինքն մենք էլ մեծ ռեսուրսներ չունենք, բայց սա ճիշտ ներդրում է վերջին տարիներին նույն Հայաստանի Հանրապետության կողմից դեսպանությունների բացումը, Կիպրոսը, Հունգարիան, Լյուքսեմբուրգում գրասենյակի բացումը եւ սա նաեւ հերանեկարային ներդրում է, որովհետեւ անգամ ֆինանսական առումով
ցույց է տալիս կյանքը, որ այս ներդրումները մեզ արդարացրել են, չգիտեմ, Լյուքսեմբուրգի պարագայում մենք այս պահին օրինակ մի քանի անգամ ավելի մեծ ֆինանսական կամ տեխնիկական աջակցություն ենք ստացել թվային առումով, քան այն գումարը, որ ծախսվել է դեսպանությունը գրասենյակի բացման եւ աշխատանքների իրականացման համար, ու մյուս տեղերում էլ եւ կարծում եմ, որ անխուսափելի է այս գործընթացը, որ մենք պետքա գնալով ավելի մեծացնենք թե Եվրամիության անդամ երկրներում, թե այլ ռեգիոններում մեր դիվանագիտական ներկայացվածությունը այլ ռեգիոնների մասին եւ մի ուրիշ անգամ, բայց կարող ենք ասել օրինակ 1-2 օրինակ այլ ռեգիոններից բերել ցույց տալով, որ ամեն դեպքում դա սպասարկում է նաև արտաքին գործերի նախարարության եւ առհասարակ կառավարության բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությունը, հա, վերջինը դեսպանությունից բացումը Մերձավոր Արևելքում Օմանն էր, որը որ կարծում եմ էլի երկար սպասված ու երկար մտածված գործընթացի արդյունք էր, հաշվի առնելով թե տարածաշրջանում Օմանի դերը, թե երկկողմ հարաբերությունները, բայց չշեղվելով թեմայից ամեն դեպքում վերադառնանք, իդեմ չի Օմանի պարագայում շատ համաձայն եմ, ես չեմ պատկերացնում ոնց մենք կարողանայինք նույն մեր քաղաքացիների դուրս բերումը տարածաշրջանից եւ վերադարձը Հայաստան կազմակերպել, եթե Օմանում մեր դեսպանությունը չլիներ, որտեվ այդ ժամանակ ահագին նաեւ մենք էինք ստանում զեկույցներ, որ տարբեր երկրներ մեծ հերթերի մեջ են կանգնած ընդհանրապես թռիչքի թույլտվություն ստանալու համար, որպեսզի ինքնաթիռները գնան եւ Մասկատից թռիչքներ կատարեն, ինչը մեզ հաջողվեց ու կարծում եմ թիվը նաեւ թռիչքների, որ կարողացան կազմակերպել, դրա մասին է խոսում։ Հիմա էլ Օմանում հետաքրքիր process-ներ կան նույն մեր Հայաստանում արտադրված գյուղմթերքի արտահանման հետ կապված եւ այլն այդ ծոցը ընդհանրապես այլ գյուղմթերքի առումով շատ կարևոր թիրախային ուղղություն է։ Բայց ես այդտեղ մի համեմատություն եմ ուզում անեմ, գուցե տարածաշրջանների միջև, որովհետեւ էլի որոշակի մոտեցում է ցույց տալիս, եթե Մերձավոր Արևելքում մենք ունեցել ենք ավանդական գործընկերներ, լավագույն բարեկամ երկրներ, որոնք օրինակ կարող եմ ասել Եգիպտոսը, ունեցել ենք մշտապես լավ հարաբերություններ, այսօր մեր գործընկերների թիվը գալիս են համալրելու են երկրները, որոնց հետ գուցե ունեցել ենք կապեր, բայց չի եղել այնքան ամուր հաստատված գուցե լոգիստիկ, գուցե տնտեսական համագործակցություն, որը թույլ կտար ունենալ հստակ օրակարգ ու արդյունքներ։ Կարծում դա դրանց լավագույն օրինակներից մեկն է։ Մերձավոր Արևելքն էլ է փոխվում եւ ուժերի բալանսն է փոխվում Մերձավոր Արևելքում եւ դրա այդ հաշվի չնստել, նաիվ պետքա լինել, որ հույսը դնել ընդհանրապես լավ հին բարեկամական կապերի վրա ու չփորձել զարգացնել հարաբերությունները այլ գործընկեր պետությունների հետ։ Բայց սա ասում էի նաեւ համեմատելու ինչ որ չափով Եվրոպայի հետ, որովհետեւ կներես սա ասելով ուզում եմ շեշտեմ, որ ամենևին չեմ թերագնահատում այն հարաբերությունները, որ ունենք մեր ավանդական գործընկերներն, Եգիպտոսի, Լիբանանի մյուսների հետ։ Ամեն դեպքում շարունակում է զարգանալ նկատի ունեի նրանց ֆոնին, նաև իհարկե ունենք նոր գործընկերություններ։ Հիմա Եվրոպայի պարագայում մենք Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերությանը ինչպես հասանք։ Մենք հասել ենք հարաբերությունների մի մակարդակի, որը որ ըստ էության բնույթով այո ռազմավարական է։ Հա, չկար ըստ էության փաստաթուղթը, կարծում եմ ստեղ էլ կարող ենք ինչ-որ չափով համեմատել, որ Ֆրանսիայի հետ մենք հասել էինք այդ հարաբերությունների մակարդակին, ընդ որում ոլորտներ օգտագործում ենք այդ առանձնաշնորհյալ բառը ստալու համար հարաբերությունների մակարդակը, որ ունենք։ Հիմա դրա բովանդակությունը ցույց է տալիս այն ոլորտային խորությունը, որը որ կա, ընդ որում շատ ոլորտների մասին գուցե այնքան չի խոսվում, հաշվի առնելով տարբեր գործոններ, բայց նաև շատ բան տեսանելի է։ Փոխարենը կան երկրներ, որոնց հետ գուցե չեն ունեցել այդ օրակարգը, բայց Ֆրանսիայի մասով մի բան կա, որ ինձ թվում է կարևոր է, երբ որ պատրաստվում էինք Ֆրանսիայի նախագահի այցին, ահագին փաստաթղթեր կնքվեցին եւ այլն, ու ես օրինակ մտածում էի, լավ, ինչով է տարբերվում այս անգամ Ֆրանսիայի նախագահի այցը Ֆրանսիայի նախկին նախագահների այցից կամ ընդհանրապես Ֆրանսիայից բարձրաստիճան այցերից, որ տարիներ շարունակ եղել են դեպի Հայաստան եւ Հայաստանից այցերը բնականաբար դեպի Ֆրանսիա, այս անգամ տնտեսական կոմպոնենտը շատ ուժեղ էր։ Չգիտեմ, Բարգուշատի թունելի հետ կապված հուշագիրը կնքվեց, մենք հայկական
ավիաընկերությունը հայտարարեց 2 Airbus ձեռք բերելու մասին, մի քանի այլ բավականին հետաքրքիր տնտեսական պրոյեկտների մասին հայտարարվեց, որ ինձ թվում է շատ կարևոր է։ Իսկն Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև հարաբերությունը սենտիմենտի եւ փոխադարձ հարգանքի եւ սիրու դրամաբանությունից անցան տնտեսական լուրջ կապերի եւ այդ թվում նաեւ ռազմարտունաբերության ոլորտում եւ այլն։ Ու սա շատ կարեւոր է, որովհետեւ սենտիմենտի վրա երկարաժամկետ լուրջ գործընկերություն անհնար է կառուցել, երբ որ դու մշտապես ուզողի դերում ես գտնվում կամ աջակցություն փնտրողի դերում ես գտնվում։ Իսկ այս պարագայում հարաբերությունների տրամաբանությունը որակը ընդհանրապես փոխվում է, երբ որ տնտեսական կոմպոնենտ ավելանում ցանկացած երկկողմ հարաբերություններում, ու այս ուղղությամբ ինձ թվում է ել ավելի շատ պետք է աշխատենք, էլի նաև մոտակա տարիների ընթացքում։ Դա նաև գուցե վկայում է նրա մասին, որ տարածաշրջանն էլ է փոխվում որոշակի, այսինքն Հայաստանի գրավչությունն էլ է ավելանում այդ երկրների համար, այդ թվում տնտեսական ու լոգիստիկ կապերի իմաստով։ Դրա մասին երևի վկայում են տարբեր զարգացումներ ու նաև առաջիկայում կբերեն Հայաստանին էլ ավելի մեծ առավելություններ, դա լինի TRIP-ի ծրագիրը, դա լինի Հայաստանի առավել մեծ ձգտումը ներգրաված լինի տարածաշրջանային փոխկապվածության ծրագրերին, խաղաղության խաչմերուկի միջոցով, իսկ կան գործընթացներ, կան Հայաստանի նախաձեռնություններ, որոնք բերում են այդ հարաբերությունների նաև երկկողմ լինելու բնույթին, հա, փոխշահավետությանը, որը որ այո, որոշակի երաշխիք է նաև այդ հարագործընկերությունների երկարաժամկետության։ Դե TRIP-ը իրականում մեր ընդհանրապես քննարկումները եւ Հայաստանի շուրջ եւ Հայաստանի վերաբերյալ պատկերացումները լրիվ այլ մակարդակի բարձրացրել մեր տարբեր գործընկերների մոտ, այդ թվում Եվրամիության, ծոցի, ընդհանրապես բոլորի եւ տարբեր հանդիպումների ժամանակ, օրինակ, ես ինքս զգացել եմ ինչքան է մեծացել Հայաստանի վերաբերյալ կամ ինչքան է մեծացել հետաքրքրությունը, փոխվել է որոշակիորեն նաև դիրքավորումը տարբեր երկրների։ Այս ուղղությամբ վստահաբար դեռ ահագին աշխատանք կա անելու եւ Եվրամիությունը մեր կարևոր գործընկերներից մեկն է նաև կարծում եմ լինելու TRIP-ի պարագայում, թե ֆինանսական գործիքների առումով, թե ընդհանրապես միջին միջանցքի տրամաբանության մեջ տեղավորվելու առումով եւ այդ քննարկումները նաեւ ԵՄ-ի հետ պարբերական են նույն Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի ընթացքում օրինակ քննարկվեց եւ հիմա որոշակի անում է թե Հայաստանի ընդհանուր առմամբ ապաշրջափակման առումով ինչ կոնկրետ պրոյեկտների վրա ենք մենք աշխատելու Եվրամիության գործընկերների հետ, սկսած օրինակ հնարավոր ապագայում անցակետերի կառուցումից մինչև նոր ենթակառուցվածքներում ներդրումներ գնալով հաղորդակցությունների թեման ավելի գերակա է դառնում նաև մեծ դեր է սկսել խաղալ նաև մեր աշխատանքների մեջ էլի մենք բավականին շատ նաև մարդկային ռեսուրս ենք դնում եւ որպեսզի կարողանանք այս օրակարգերը առաջ տանել։ Սա երևի այն հետաքրքիր տրանսֆորմացիաներից է, որ հիմա նաև արտաքին գործերի նախարարությունն է ապրում, աշխատել ենթակառուցվածքային ծրագրերի քաղաքական ուղեկցման վրա, տնտեսական հարաբերությունների զարգացման վրա, հատկապես օրինակ այս վերջի 2-3 ամիսների ընթացքում կամ վերջին 1 ամսվա ընթացքում կարելի ասել հիմնական ֆոկուսն ու կենտրոնացվածությունը մեր բոլոր դեսպանությունների դա մեր հայկական արտադրանքի համար նոր շուկաներ գտնելն է։ Իհարկե հաջողություններ կան, հա։ Ահագին հաջողություններ կան, այստեղ նաև ինձ թվում է պետքա մի քիչ էլ բողոքել մեր մասնավոր սեկտորից, որովհետև մենք տարիներ շարունակ փորձել ենք նոր շուկաներ բացել մեր տարբեր ոլորտների համար որպեսզի արտահանումը դիվերսիֆիկացվի ցավալիորեն այդքան էլ դա տեղի չէր ունենում այսինքն մեր ջանքերը որտեղ որ քաղաքական պայմանավորվածությունների մակարդակում ձեռք էին բերվում դրանք բիզնեսի կողմից
հստակ քայլեր չէին հետևում դրան, բայց հիմա ստեղ կոմֆորտ զոնա որոշակի նաև մի միջավայր ու ուղղություններ, որոնց սովոր է, բայց նաև կարևոր է տեսնել պատրաստակամություն փոխել դրանք։ Հա, հիմա օրինակ այդ տրամադրվածությունը փոխվել է, ես տեսնում եմ, որ թե մեր կողմից առաջարկը կա նոր շուկաների, ինչ ոչ շատ ուղիղ ասենք, նաև որոշակի ճնշում էլ կա, որ մենք նոր շուկաներ բացենք տարբեր տեղերում ու այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում, այս պահին էլ արդեն որոշակի արդյունքներ տեսնում ենք, բայց կարծում եմ, քանի որ նախապատրաստական process-ը առնվազն Եվրամիության պարագայում մի քիչ երկար է տևում, որովհետև սերտիֆիկատների, որակական տարբեր ցուցանիշների համապատասխանելու հարց կա, մոտակա ամիսներին ավելի շատ կտեսնենք, ու ի դեպ այս առումով մենք օրինակ ինչքան էլ այդ քննադատությունը կա, որ Եվրամիություն արտահանում վերջին տարիներին այտենց էական կամ մեծ աճ չէր գրանցել, չնայած տոկոսային ցուցանիշները բավականին այդ աճը կար, կարևոր ուղղություններ, որի ուղղությամբ մենք Եվրամիության հետ աշխատում ենք, այդ ստանդարտների ենթակառուցվածքների ուղղությամբ ներդրումները, որպեսզի նույն լաբորատոր ենթակառուցվածքներից սկսած ընդհանրապես կարողանալու անել այն լաբորատոր փորձաքննությունները, որոնք Եվրամիությունը մեզ կամ այն ապրանքի համար անհրաժեշտ են լինում, այս ուղղությամբ ահագին աշխատանք տարվել է ու շարունակում է տարվել տարբեր ֆինանսական գործիքների միջոցով Եմեն մեզ այդտեղ ահագին աջակցում է։ Հիմա տեսնենք ոնց է գնում այս գործընթացը, ծաղիկներ, ալկոհոլային տարբեր խմիչքներ, գյուղմթերք իհարկե գյուղմթերքն էլ այս բան կարևոր է ու մենք բոլորս աշխատում ենք այս ուղղությամբ եւ ահագին սինխրոն է այս աշխատանքը նաեւ մեր մասնավոր հատվածի հետ ու էկոնոմիկայի նախարարության գործընկերների հետ նաեւ օրինակ տարբեր առիթներով տեսանք նույն օրինակ գործարարշրջանակների հետաքրքրությունը Կարսում անցկացված Հայաստանից Թուրքիայից գործարարների ֆորումին կարծես թե բավականին լավ տպավորություններով էին վերադարձել ու հետաքրքրություն կար ոչ միայն տպավորության հարցն է, այլ նաև կան արդեն կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք մոտ ապագայում կյանքի կկոչվեն։ Ու ելի մի հետաքրքիր բան ասեմ, մենք այդ Կարսում տեղի ունեցած բիզնես ֆորումից հետո ոնց որ կարծիքի հավաքագրում էինք անում, բիզնեսներին խնդրել էինք ներկայացնել, թե ինչ տպավորություններ ունեն տեղի ունեցած բիզնես ֆորումից։ Ճնշող մեծամասնություն է մասնակիցների առաջարկում էին, որպեսզի կարճ ժամանակահատվածում երկրորդը արդեն նման ֆորմատով թուրքական բիզնեսների հետ բիզնես ֆորում տեղի ունենա արդեն Հայաստանում ու մենք հիմա արդեն պիտի սկսենք նաև պատրաստվել դրան։ Կարևոր է, որ այս դինամիկան կարողանանք պահել, բայց նաև կարևոր է, որ կոնկրետ լինեն, էլի այս խոսակցությունները, այսինքն անել բիզնես ֆորում ընդհանրապես ճիճկայի համար, որ մենք բիզնես ֆորում ենք անում։ Մենք անցել ենք այդ փուլը այլևս այդ դաչի նպատակին ծառայող, հա։ Բացարձակ չի ծառայում, էլի դա նպատակի, որտեվ ֆասադը իհարկե կարա գեղեցիկ լինի, բայց տակը նյութ պետք է լինի, կոնտակտները պետք է լինեն, պետք է կոնկրետ գործարար համագործակցություն լինի, պայմանագրեր կնքվեն ու տեսնում ենք, որ այս ուղղությամբ որոշակի դինամիկա կա եւ փոփոխություններ էլ կան։ Հիմա նաեւ օրինակ ես էլ վերջերս մտածում էի, թե ինչ մենք մեր աշխատանքի մեջ պետքա փոխենք, օրինակ ես իմ համակարգման ոլորտներում, տենց մի գաղափար կա, որ ըստ անհրաժեշտության եւ եթե պատեհ առիթը բացի դիվանագետներից եւ պետական պաշտոնյաներից, ովքեր գործողվում են, մենք փորձենք նաեւ ավելի մեծ թվով բիզնեսներ տանել մեր հետ, որպեսզի նաեւ այդ մեր դիվանագիտական առիթը օգտագործենք եւ պլատֆորմ ստեղծենք բիզնեսների համար տարբեր քննարկումներ ունենալու, հատկապես այս փուլում կարծում եմ դա շատ կարեւոր է եւ հոգեբանական առումով, որպեսզի մեր բիզնեսը տեսնի, որ պետությունը, կառավարությունը տարբեր գերատեսչություններ իրանց կողքին են այդ կապերը հաստատելու առումով
Հետո նաև մեզ էլ է հեշտ follow-up անել այն բaragam, երբ որ մենք ամբողջությամբ տեղյակ ենք այդ գործընթացներին եւ այդ քաղաքական ուղեկցում ասվածը շատ եմ ինչ որ այդ օգտագործում այդ տերմինը, բայց դա մեր աշխատանքի կարևոր մասն է, էլի կազմում։ Այդ պետք է անենք։ Կարծում եմ մոտ ապագան տենց մի քանի աշխատանքային գիծ բիզնես ուղևորություններ էլ կլինեն։ Գիտես ինչ եմ մտածում, որ ասացիր ինչն է պետք փոխել, եթե նայենք միջև էս մեր հանդիպումներին ընթരാճ պատրաստվող նյութերը, երևի դժվար է գտնել մեկը, որի մեջ չլիներ բիզնես կապերի խթանում կամ տնտեսական կապերի առաջմղում, այսինքն միշտ եղել է օրակարգի մաս, բայց ներկայիս պայմաններում հայտնի հանգամանքներից ելնելով էլ այդ կոմպոնենտը դառնում է առավել շոշափելի ու առավել կարևոր հենց գործարար շրջանակների համար, ովքեր իրանք են նաև շահագրգռված, այսինքն ֆորումը չի իրականացվում, որովհետև դա գործունեության կարևոր մաս է, այլ իրականացվում է, որովհետև դա կարա կոնկրետ ուղղություններ բացի ու կոնկրետ հնարավորություններ տա բիզնեսի համար, ուստեղ որ նշեցիք սինխրոնությունը, կարևոր է որ սինխրոն են նաև անդամ երկրները, օրինակ Եվրոպական միության, միայն եվրոպական կառույցները չի, որ ունեն օրակարգ, ունեն մեր հետ կնքված նաև փաստաթղթեր կամ պայմանավորվածություններ ու ուզում են դրանք առաջ մղել այս կամ այն տեմպով, հա, դրա մասին էլ կարող են խոսել ինչքան օպերատիվ աշխատում նման դեպքերում Եվրոպական միությունն է, բայց կա անդամ երկրների մեծ քաղաքական պատրաստակամություն փորձելու, օգնելու եւ տալու են հնարավորությունները մեծ բիզնեսին, որը որ կհամապատասխանի իրենց ստանդարտներին, իհարկե այստեղ ունենք էլի տնային աշխատանք անելու, օգնելու, դյուրացնելու որպես պետություն, հետո գուցե եւ բիզնեսը երկարաժամկետում կդառնա ավելի ինքնաշխատ կամ ինքնակառավարվող, օգտվելու այդ հնարավորություններից։ Բայց այլ մի հատ հարց տամ հատկապես հաշվի առնելով, որ դու հաղորդակցությունը կոմունիկացիաների համար ես օրինակ պատասխանում մեր մոտ։ Մի քանի օր առաջ հերթական քննարկումն էին անում Եվրամիության անդամ պետությունների հետ նոր շուկաների վերաբերյալ էլի։ Եվ ԵՄ անդամ պետություններից մեկի դեսպանը օրինակ ասում էր, որ հաճախ նույն ասենք տարբեր եվրոպական ցանցերում սուպերմարկետների կամ առևտրային հարց առաջանում, օքեյ, ինչի հենց Հայաստան, ինչի Հայաստանից պետքա գնենք, ինչ ունենք էլի մենք ստեղ անելու նաև հաղորդակցության առումով, որտեվ մեդիայի առումով ինձ թվում է մենք մոմենտում ունենք, ու այդ պետքա որոշակիորեն փորձեն կապիտալիզացնել այդ ասոցիացիաները ստեղծելու Հայաստանի եւ Հայաստանի արտադրանքի միջեւ։ Կարծում եմ տեղ ունենք աշխատանք, համաձայն եմ ու նաև գուցե շատ ոչ տեսանելի, բայց արժի։ Չես վախում։ Ես քիչ բաներից եմ վախում։ Լավ, հանքներս։ Հա, խոսում էինք գործընկերների հետ սինխրոն հաղորդակցվելու մասին նաև։ Միանշանակ ճիշտ է, այս ուղղությամբ արդեն իսկ ունենք ակտիվ աշխատանքներ ու ակտիվ օրինակներ, մեր արտադրանքը ավելի ճանաչելի դարձնելու եվրոպական շուկայում, բայց նաև չսահմանափակվանքել իհարկե եվրոպական շուկան նշելով, հա, խոսքը նաև այլ շուկաներ հասանելիություն ապահովելու մասին է։ Իհարկե եվրոպական շուկաները այս պահին ավելի հետաքրքիր են իմաստով, որովհետև բավականին բարձր ստանդարտներ կա եւ կարծես թե այդ ստանդարտներին հասնելու բավարարելու մի արդյունքում մեր ապրանքը գրավիչ կարող է դառնալ նաև այլ ուղղություններով մեդիա մոմենտում ունենք համաձայն եմ ու սա միայն այս մոմենտումը առավելագույնս օգտագործելու համար միայն մամուլը չի մեր գործընկերները, օրինակ վերջերս լավ պատմություն ունեցանք ստորիա, մեդիա ստորիա նաև, որը ստորի դարձավ նաև մեդիայում, Լատվիա հայկական ծաղիկների արտահանումներ, որը որ արտացոլվեց թե հայաստանյան մամուլում, թե որոշակիորեն ավելացրեց Հայաստանից ապրանքների արտահանման հնարավորությունը դեպի Լատվիա, ընդամենը վերջերս տեղի ունեցավ Էստոնիայում հայկական արտադրանքների ցուցահանդեսը, որը որ կազմակերպվեց տեղի համայնքի
ներգրավվածության, բայց ինչը նաև շատ կարևոր է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության անմիջական աջակցությամբ, սրանք այն գործիքներն են ու միջոցները, որոնց միջոցով մենք փորձենք ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում հայկական արտադրանքը ավելի տեսանելի դարձնել, ավելի ճանաչելի դարձնել։ Իհարկե առաջիկայում կունենանք նաև կարծում եմ բիզնես լրագրողների տուրեր Հայաստան, որոնք քաղաքական բովանդակությունից ու Հայաստանի հնարավորություններից զատ կծանոթանան նաև Հայաստանի տնտեսական հնարավորություններին, ներդրումներին եւ այլ շուկաներ մեր գործարանների ներթափանցման հնարավորություններին։ Լատվիայի հետ կապված մի հետաքրքիր կոմպոնենտ կա, որ մենք օդանավով ենք այդ արտահանում իրականացնում։ Ուղիղ, այո։ Եվ ուղիղ չվերթները մեկնարկեց նաև ինչ-որ փուլից։ Ուղիղ չվերթներն էլ օրինակ մեր եւ Լատվիայի միջև տարիներ շարունակ օրակարգի մաս ա եղել ապահովելու, որպեսզի մենք ուղիղ չվերթներ ունենանք, նույնը նաև սովորաբար բոլոր մեր դեսպանները, եթե չկան այդ ուղիղ չվերթները, այդ իրանց կոնկրետ տասքերից մեկն է առաջ տանելու ուղիղ չվերթների ստեղծումը, որը կարծում եմ կարևոր է եւ ցույց է կյանքը բերեց նրան, որ ցույց է տալիս, որ սա ոչ միայն ուղևորա փոխադրումներ է, այլ նաեւ կարգո փոխադրումների համար շատ կարևոր է։ Եվ այս առումով աշխարհագրության տարածումը շատ կարևոր դեր ունի։ Նույնը հենց Բրիտանիայի Լոնդոն թռիչքի բացելն էլ ահագին աշխատել էինք այս ուղղությամբ եւ կարողացանք հասնել նրան, որ վիզերը օրինակ այդ թռիչքները սկսի։ Հիմա տեսնենք ուղևորափոխադրումներից զատ ինչքանով կարողանանք կապիտալիզացնել էլի սա։ Ու նաև ինչքանով հնարավոր կլինի գնալ նաև բեռնափոխադրումների առավել դյուրացման ուղղությամբ, որովհետև գուցե կլինեն ծավալներ կամ հնարավորություններ, որ ուղևորափոխադրումներով այդքան էլ արդյունավետ չլինի, գիտեմ, այս մասով էլ կան։ Իհարկե, այստեղ կարևոր նորություններից է նաև ախրքալակարծ երկաթուղու բացումը մեր համար եւ այն, որ թուրքական կողմը հայկական ապրանքների համար արկա իրավական պրոցեդուրաները հեշտացրեց եւ հիմա ըստ էության մենք Թուրքիայի միջոցով էլ այս արտահանումը կարող ենք իրականացնել, իսկ հիմնական խնդիրներից մեկը, որին մեր գործարարները բախվում են, այդ լոգիստիկ մեծ ծախսերն են։ Բայց պետությունը ստեղ էլ անել ունի։ Այստեղ սուբսիդավորման եւ ֆինանսական աջակցությունը կա եւ ինչքան մենք կարողանանք նոր լոգիստիկ ուղղություններ եւ ճանապարհներ բացել եւ ապահովել քաղաքական ուղեկցում անել դրա։ Դրս ուղեկցումների մասին ոդքասթ տարա։ Ապա այդքան այդ լոգիստիկ ծախսերը բնականաբար իջնելու են։ Էս էլ է շատ կարևոր։ Եվ լոգիստիկ ծախսերը եւ Հայաստանի կախվածությունը այս կամ այն ուղուց միայն, որովհետև ճանապարհային ուղիները որոշակիորեն ցանկացած սահմանափակում են ստեղծում երբեմն, բայց այն պարագայում, երբ որ այլընտրանքներ չկան, շուկայի պահանջն է, կանոնն է, այդ դեպքում գները բարձրանում են, երբ որ մրցակցությունը ստեղծվում է, նաև լոգիստիկայի առումով այդ գները վստահաբար կիջնեն, կնվազեն, ավելի մատչելի կդառնան նաև մեր արտահանողների համար։ Պետության աջակցության հարցում վերջերս նաև Եվրոպական միությունը հայտարարեց, չէ, բյուջետային աջակցության մասին, այս մասով երևի մի քանի շերտ կա, այսինքն կա Եվրոպական միության աջակցությունը, ֆինանսական աջակցություն, բյուջետային աջակցության տեսքով, կա աջակցություն, խոսեցինք տարբեր մեխանիզմների միջոցով։ Դե մի քանի ուղղությամբ է հիմա Հայաստան Եվրամիություն այս համագործակցություն տեղում, առաջինը բյուջետային աջակցությունն է, ինչի մասին ասացիր, 34 պլյուս 18 միլիոն։ Այստեղ կարևոր է նաև ասել, որ 34-ը Հայաստանի համար բյուջետային աջակցությամբ նախատեսված գումար էր, որ տարվա ընթացքում ավելի ուշ պետքա տրամադրվեր Հայաստանին։ Բայց առաջ դրվեց, որպեսզի լիկվիդայնություն կարողանանք ապահովենք, 18 միլիոնը ամբողջությամբ նոր գումար է։ Մի քանի այլ ուղղություններ էլ կան, որ կարևոր են, դա մեր արտադրանքի համար դյուրացումն է, մաքսային եւ այլ հնարավոր
որպեսզի մտնի եվրոպական շուկա։ Կարծում եմ այդ իմաստով Նախար Միրզոյանի եւ հանձնակատար Կոսի հանդիպումն էլ բավականին արդյունավետ էր, իշարես մնացած այլ հանդիպումների եւ օրակարգը գնալով կհարստանա այդ տրամաբանությամբ բիզնեսներին իրար ծանոթացնելու ուղղությամբ կամ այդ market to market matchmaking ասվածը, այս էլ կարևոր ուղղություն է աշխատելու, որովհետեւ մի բան է ունենալ հնարավորություն արտահանելու, մի բան է իմանալ ուր արտահանել եւ այդ գործիքները ունենալ արտահանելու։ Իհարկե այստեղ մենք էլ մեր գործ ունենք, տնային աշխատանք ունենք անելու, Եվրամիության գործընկերներն էլ են աջակցում, մեր մասնավոր հատվածն էլ ունի, օրինակ մի ուղղություն, որ այս պահին մեր համար թիրախային է ու մեր տարբեր դեսպանությունները դուությամբ աշխատում են, այն խոշոր եվրոպական առևտրային ցանցերի սուպերմարկետների հետ կապերի հաստատումն է, որը թույլ կտա մեզ մեծ ծավալի արտահանումներ իրականացնել ու դա ուսամ նաև մշտական բնույթ կկրի ու պարբերական կդառնա։ Առաջնային կոնտակտներ կան, հիմա դե բնականաբար շուկան իրականները ունի գին, որակ, հարաբերակցություն, թե ինչ արագությամբ մերոնք կարողանան այդ մատակարարել, ինչ ծավալներ կարողանան մատակարարել, որովհետև հաճախ այդ ծավալները, որ մենք ունենք, մեր համար են մեծ թվում, բայց եվրոպական մակարդակով նրանք բավականին փոքր են։ Ես հիշում եմ Մոլդովայի օրինակը, որ երբ որ Մոլդովան կրկին տնտեսական խնդիրներ էր բախվել եւ մոլդովական խնձորը առանց մաքսային արտոնություններով դեպի Եվրամիություն արտահանելու հարց կար, որոշակի սպեկուլացիաներ էին նաեւ պատտվում եվրոպական մամուլում եւ փորձում էր դիսինֆորմացիան տարածվել, որ դա լրջորեն վնասելու է օրինակ եվրոպացի գյուղատնտեսներին եւ արտադրողներին։ Հետո թվերը, որ համադրեցին իրար հետ, բարձվեց, որ մոլդովական ամբողջ խնձորը ընդհանրապես Եվրոպայում սպառվող խնձորի 0.5%-ն է։ Այդ տեսակ ապատեղեկատվություն դեռ չենք ունեցել, փաստորեն կանա լինի։ Դեռ չենք ունեցել, բայց սպասենք, փաստորեն գուցե։ Կանխատեսել միշտ պետք է այն ապատեղեկատվությունները, որոնք լինելու են։ Մենք դրա պակասը չենք ունեցել, որոշակի փորձել ունենք արդեն։ Լավ էլ ստացվում է այդ կանխատեսումները իրականացնել, իրականում նաև այս նախընտրական գործընթացում օրինակ ես կարծում եմ, որ մեր պետական ապարատը ապատեղեկատվության հետ բավականին լավ աշխատեց, դա այս խնդիրը հասցեագրելու, իհարկե մեր քաղաքասարակության գործընկերների եւ fact-checking անող տարբեր լրատվամիջոցների հետ այս աշխատանքը լավ էր։ Հիմա նաև նոր միսիան Եվրամիության UPM կգա որպես խորհրդատու եւ գործընկեր նաև այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու այնտեղ ստացվում է այնպես, որ արդեն մենք էլ ունենք որոշակի փորձ կիսվելու, որովհետեւ գործընթացների միջով անցնելիս արդեն կա որոշակի ձևավորված դիմակայունություն։ Մենք տարիներ շարունակ ենք եղել այս տեղից։ Ես հենց ավելի երկար որոշակի դիմակայունություն ու փորձել կարողացել ենք էլ ձևավորել։ Բնականաբար հիմա նաև մեր այլ գործընկերներին է հետաքրքիր տեսնել եւ սովորել այն փորձից, որ մենք ենք ունեցել, որովհետեւ նաև տարբեր գործընկերների գնահատմամբ այն ապատեղեկատվության ծավալը, որ եղավ Հայաստանում, աննախադեպ էր եւ անգամ չէր կարելի համեմատել Մոլդովայի հետ, որը որ միշտ բերվում էր որպես բավականին լայն։ Օրինակ այո, դա առօրյա մասա դարձել մեր գործունեության, թե մոնիտորինգը, թե ստանարժեշտության արձագանքելը, բայց ինքս կարող եմ արձանագրել, որ այո, կա որոշակի դիմակայունության մակարդակ, որը որ ձևավորվել է, բայց շարունակենք այդ ուղղությամբ, այդ թվում նաև այո, Եվրոպական միության գործընկերների հետ։ Դեստեղ ինձ թվում է հաղորդակցության դինամիկան է կարևոր եւ ճիշտ թիրախներին ճիշտ հաղորդակցության ուղիներ ընտրել, թե ում ոնց կարող ես հասնել։ Ոնց որ վերադառնում ենք ոդկասթի սկզբի հատվածին, ինչի էինք հանում նաև այս ֆորմատը, գործընթացների դինամիկան այնքան արագ է, այնքան նոր զարգացումներ են տեղի ունենում, որ
նաև շատ հարցեր են առաջացնում։ Բայց այսօր ստացվեց, ոնց որ ինչ ես կարծում։ Կարծում եմ, հա, որովհետև կարողացանք ըստ էության ոդքասթի շրջանակներում ֆիքսել, անդրադառնալ մի թեմայի, որ կարծես թե նախատեսել էինք Հայաստան ԵՄ գործընկերությունը, բայց հետաքրքիր է, որ ընթացքում անդրադարձանք նաև այլ թեմաների, ընդհանուր դեսպանության բացումից, Հայաստանի քաղաքացիներին աջակցելուց մինչև տնտեսական դիվերսիֆիկացիա, որը որ չի սահմանափակվում ամենևին Հայաստան-ԵՄ գործընկերությամբ կարծում եմ հրապարակումից հետո կհետևենք նաև կարծիքներին, կհետևենք թե որքանով ավելի հասանելի է ձևաչափը մեր քաղաքացիներին ու դրա կարծում եմ կունենանք նոր հետաքրքիր թեմաներ, պես որ սիրելի քաղաքացիներ առաջարկում եմ հետևել ԱԳՆ կողմից հրապարակվող ոդքասթների թեմաներին եւ սիրով կսպասենք նաև ձեր արձագանքներին։ Շնորհակալություն։